Ախպերս, լավ փող աշխատելու ձև եմ մտածել։ Իբր ինձ առևանգել են ու պապայից փող են պահանջում։ Գժվել ես Ազատ։ Չէ, դու իմ բան եմ ասում։ Այդ փողի կեսն էլ քեզ կտամ։ Լավ, ինչքան ես քեզ գնահատում։ 1 միլիոն դրամ։ 1 միլիոն դրամ։ Ազատ, դու այդքան չարժես։ Նախ պագրշկիքդ մաշացա, խադավոտ թուլցացա, հետո էլ ուղեղիդ կառոպտին թալփացա։ Բա ինչքան կտան։ Դե եթե քեզ դզենք փչենք, դեմքդ պոլիշ անենք, մի 5000-ից 10000 դրամ։ Հա շատ լավ է։ Դա ինձ պապան գա, կասես, որ ինձ առևանգել են։ Եթե չհավատա, իսի ցույց կտաս իրան։ Յախ, քեզ ինչ կտրած մատա։ Կասես իմ մատնա, որպես ապացույց կտրել ուղարկել են։ Այս մատը քեզ որտեղից։ Մորգից եմ գողցել։ Ազատ, բայց ոչինչ, որ այս աղջկա մատը ուվրեն մանիկյուր կա արած։ Լուրջ ես ասում։ Հա դու մաքրեմ ացի տոնով։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ վառեք։ Պապան եկա, վարագաց շա։ Վերցրու։ Դե ես գնացի։ 5000 դրամից ներքև չիջնես։ Պապ, Ազատին փախցրելն ու գումար են պահանջում։ Էս էլ իրա մատը որպես ապացույց։ Ասում են, եթե չվճարեք, Ազատի երեսը էլ չեք տենա։ Ջան։ Փաստորեն տանը մենակ ես ունենք ուտելու։ Հա։ Դե արի կիսենք ուտենք, քանի Մարին ու Ազատը չեն եկել։ Լևոն ջան, ես որ կիսենք, ոչ դու ես կշտանալու, ոչ էլ ես։ Հենց որ ճիշտ կլինի, ես նրբերշիկը ես ուտեմ։ Ինչ դու ուտես որ։ Որովհետև ես հեսա գնում եմ գործի, ու ինձ ուժ ա պետք։ Տենց ա, ես էլ գնում եմ դասի, ինձ էլ ա ուժ պետք։ Բայց դու դասի տեղը 5 ժամ ես անցկացնում, իսկ ես գործի տեղը 8։ Իմ ուսումը ավելի կարևոր է, քան քո աշխատանքը։ Լևոն ջան, ես պետք է աշխատեմ, ամսվա վերջը փող ստանամ, որ կարողանամ ձեզ պահեմ։ Գառնիկ ջան, իսկ ես պետքա սովորեմ, որ կարողանամ լավ աշխատանք գտնել, որ կարողանամ քեզ մեծ տարիքում պահել։ Լսի, քեզ ինչ եմ ասում, այդ ջահեն։ Չէ, ավելի լավ է դու ինձ լսի։ Հորստայի մարդ ես, չեմ ուզում կոպտեմ։ Ոբշու ես պետք է ուտեմ։ Չէ, ես պետք է ուտեմ։ Ասացի ես պետք է ուտեմ։ Այդ ինչ պետք է ուտեք, տվեք ես էլ ուտեմ։ Մամ ջան, մի հատ խնդրանքով եմ եկել։ Ասա։ Կթողես քթիս վրա պիրսինգ անեմ։ Չէ, Մարի, Լավ էլի մամ։ փակեցինք թեման։ Գառնիկ, աղջիկդ ուզում է պիրսինգ անի։ Այդ ո՞րն է։ Ուզում է քթի վրա մի հատ էլ անցք բացի։ Ինչի համար։ Մարի ջան, վատ է շնչում, օդը չի երիքում։ Չէ։ Դերումն Աստված քթիդ ինչքան անցք տվել է, այդքանով բավարարվի։ Ես հասկացա։ Դուք ինձ չեք սիրում։ Գառնիկ, մի քիչ առաջ մամաս էր զանգել։ Այդ կնիկելը կա։ Ուզում է գնաս իրենց տան պատերը ներկես։ Ինչով։ Արունով ես։ Լևոն ջան, կգնաս տատիկին օգնես պատերը ներկեք։ Չէ, մամ, վախում եմ։ Ինչի՞ց։ Ընկերուհիներով հավաքվում են, սկսում են Ազիզյանների ցեղը անիծել։ Ինչ ես երեխուն ուղարկում չարի կացարան։ Օֆ, հավեսները չունեն։ Բարև հայր։ Բարև հիվանդ։ Բարև եղբայր։ Բարև, տարօրինակ մարդ արարած։ Որոշել եմ փիլիսոփա դառնալ։ Այս փուչ ու անգաղափար աշխարհում իմ նման փիլիսոփայի կարիքը շատ կա։ Էդ ինչից որոշեցիր։
Որովհետև պարզել եմ, որ իրականում ես ծնվել եմ այն ժամանակ, երբ Մարս, Վեներա եւ Մերկուրի մոլորակները մեկ շարք են կազմել։ Ոչ, Ազատ, դու իրականում ծնվել ես այն ժամանակ, երբ ես մի օր խմած եկա տուն ու մերդ էլ դեմ չէր։ Ես գնացի դպրոց։ Լևոն, ես այսօր ուզում եմ անպայման քո անապատի պես ամայի ուղեղիկում սերմ անեմ փիլիսոփայական կարևոր մի քանի գաղափար։ Ինձ կասես, թե ժամը քանիսին ես վերադառնալու տուն։ Ազատ։ Ժամը 1-ին, շատ բարի։ Քեզ հետ էլ խոսելու բան ունեմ, բարի հայրիկ։ Կասես ինձ, թե ժամը քանիսին ես վերադառնալու աշխատանքից։ Ազատ, Շատ բարի, ժամը 11։